Վարչապետ Նիկոլ Փաշինյան Մոսկվայի մեջ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցություն ունեցավ եւ հանդես եկավ ելույթով։ Հայաստանի Հանրապետությունը կարևոր նշանակություն կուտա Եվրասիական տնտեսական միության միջպետական տնտեսական գաբերու աշխարհակրթության ընդլայնման, դիտարկելով այդ ուղղությունը որպես հիմնական գործոն համաշխարհային տնտեսության մեջ այս կազմակերպության թերի հետագա ամրապնդման գործի մեջ։ Վարչապետին դիտարկմամբ ազատ արևդուրին վերաբերող նոր համաձայնագրերու կնքումը ոչ միայն կաշխուժացնե երկխոսությունը, այլև կնպաստի մրցունակության, բանալով նոր հնարավորություններ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիրներու տնտեսություններու աճին համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան Մոսկվայի մեջ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ողջունեց Ադրբեջանի նախագահային որոշումը Ադրբեջանի դարածքով Հայաստան ուղարկվող ապրանքներու դարանցումը աբաշրջափակելու վերաբերյալ։ Սա մեր դարաձաշրջանի մեջ խաղաղության եւ գայունության հաստատման շրջանակներու մեջ ցերբերված կարևոր նվաճումներն մեկն է, կառավարության փոխանցմամբ ըսած է Հայաստանի վարչապետը։ Անշեշտած է, որ ճանապարհային ենթակառուցվածքներու բազմազանեցումը կրնալ լրացուցիչ խթան հանդիսանալ արևդրական շրջանառության աճի համար։ Թուրքմենստան կատարած աշխատանքային այցելության շրջանակները ներս Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան առանձնազրույց ունեցած է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Կդեղեկացնեն Հայաստանի նախագահի աշխատակազմեն։ Վահագն Խաչատուրյան շնորհավորած է իր պաշտոնակիցը Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին առիթով մաղթելով շարունակական զարգացում եւ առաջընթաց։ Հանդիպման ընթացքին կողմերը քննարկած են Հայաստանի եւ Թուրքմենստանի քաղաքական, տնտեսական, գրթամշակութային եւ այլ ոլորտները ներսամագործակցության խթանման ուղղությամբ հաջորդ քայլերը։ Անդրադարձ կատարված է պատմամշակութային ժառանգության պահպանության գործին մեջ համատեղ նախաձեռնություններու կարևորությամբ։ Զրույցի ընթացքին շեշտված է նաեւ ուժանույթի եւ հաղորդակցության ոլորտները ներսամագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ ենթակառուցվածքներու զարգացման կարևորությունը։ Կողմերը վերահաստատած են երկկողմ փոխգործակցությունը խորացնելու, ինչպես նաեւ միջազգային հարթակներու վրա արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան ընդունեց Բելգիկայի, Հոլանդիայի եւ Լյուքսեմբուրգի արտաքին գործոստնախարարություններու քաղաքական դնորենները։ Զրուցակիցները քննարկած են Հայաստանի եւ Բենիլյուքսի երկիրներու միջև արգա հարաբերություններու զարգացման առնչվող հարցերու լայն շրջանակ, ինչպես նաեւ անդրադարձած են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրագարկին առնչվող հարցերու։ Կողմերը անդրադարձած են նաեւ դարաձաշրջանային վերջին զարգացումներուն, որոնց շրջանակները ներս Արմեն Գրիգորյան ներկայացուցած է անվտանգային իրավիճակը։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Նարեկ Մկրտչյան անցիբում ունեցած է Հնդկաստանի դիտորդական հետազոտական հիմնադրամի Վաշինգտոնի մասնաճյուղի գործադիր դնորեն Դրոհվա Ճայշանգարի հետ։ Կհայտնեն տեսփանադունեն։ Հանդիպման ընթացքին կողմերը քննարկած են համագործակցության կարելիությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերու շուրջ համատեղ նախաձեռնություններով հանդես գալու հեռանկարները։ Բուլգարիո վարչապետ Ռոստեն Ժելյասկով պաշտոնապես հայտարարած է իր կառավարության հրաժարականի մասին։ Որոշումը կայացած է շաբաթներ շարունակ տեղի ունեցած զանգվածային փողոքի ցույցերու եւ խորհրդարանեն ներս անվստահության քվեարկության սպասվող լույսին տակ։ Կդեղեկացնե Euronews նոյեմբերի վերջինը սկսած փողոքի ցույցերը ամբողջ երկրի մեջ հարգային քաղաքականության եւ ընկերային ապահովագրական վճարներու բարձրացման թեմ էին։ Հազարավոր քաղաքացիներ դուրս եկած էին Սոֆիայի փողոցներ, պահանջելով կառավարության փոփոխություն եւ գաշարագերության թեմ ավելի ուժեղ պայքար։ Լրատվամիջոցներու քննադատականներով ցուցարարներու թիվը անցած է 100,000-ը։ Սոֆիայի համալսարաններու ուսանողները միացած են նաեւ ցույցերուն, այլ փողոքի ցույցեր տեղի ունեցան Բուլգարիո ավելի քան 25 խոշոր քաղաքներու մեջ։ Նույնիսկ արտերկրի մեջ գտնվող բուլգարացիները միավորված են ցույցեր կազմակերպելու Բրյուսելի, Լոնդոնի, Բերլինի, Վիեննայի, Զյուրիխի եւ Նյու Յորքի մեջ։ Բանջներու մեջ են կառավարության հրաժարական եւ կենսապայմաններու աշխատանքային պայմաններու բարելավում։ Թայլանդի զինված ուժերը հայտարարած են, թե Կամբոդիայի հետ փախումներու ընթացքին 102 կամբոդիացի զինվոր զոհված է։ Այս մասին հայտնած է թայլանդական The Nation թերթը։ Կամբոդիայի ազգային պաշտպանության նախարարության խոսնակ Մալի Սոչետան գոչ ըրած է Թայլանդին դադրեցնել բոլոր հարձակումները, ապա դեղեցության տարածումը, խտրական հարձակումները հատկապես քաղաքացիական անձերու եւ քաղաքացիական ենթակառուցվածքներու վրա, ինչպես նաեւ հարձակումները մշակութային ժառանգության վայրերուն վրա։ Սոչետան ավելցուցած է, որ Կամբոդիան գոչ կնե Թայլանդին վերադառնալ հոկտեմբեր 26-ին ստորագրված խաղաղության համաձայնագիրին եւ գոչ ըրած է միջազգային հանրության խիստորեն դադարել Թայլանդը համատեղ հռչակագիրը խախտելու համար։ Երկու կողմն ալ իրար կմեղադրեն այս տարվան սկիզբը Ամերիկայի միջնորդությամբ կնքված զինադադարի դրությունը խախտելու մեջ։
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ Երևանի համայնքային 151 դպրոցներեն 143-ին մեջ բջջային հեռախոսներ եւ էլեկտրոնային այլ սարքերու օգտագործումը արգելված է գահիտնեն քաղաքապետարանեն։ Հետազոտությունները ցույց տված են, որ դասի ընթացքին հեռախոսներու սահմանափակումը կբարձրացնի աշակերտներու առաջադիմությունը։ Խելացի սարքերու գիրառումը թույլատրված է միայն ուսումնական նպատակներով ուսուցիչի հրահանգով դասակիրքերու մեջ QR ծածկագիրերեն օգտվելու համար ըսված է հաղորդակցության մեջ։ Ցեզի հետեր Անի Զեյթունցյան